Հորիզոնը շարունակում է աշխատանքը, բարև ձեզ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման ու արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը։ Զրուցակիցները հանգամանալից անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ընթացիկ փուլին, այդ թվում համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքին, տնտեսական ու ոլորտային համագործակցությանը, թվայնացման, կանաչ էներգիայի, կրթության, ենթակառուցվածքների զարգացման ու ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունությանը վերաբերող խնդիրներ, մասնավորապես Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին առնչվող հարցեր նշված է հաղորդագրության մեջ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ևս ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման ու արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում ապաշրջափակմանը եւ կապակցվածության ավելացմանը վերաբերող մասնավորապես Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախաձեռնության իրականացման հետ կապված հարցեր։ Կողմերը կարևորել են Եվրոպական միության, Հարավային Կովկասի եւ ասիական տարածաշրջանների միջև տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ եւ մալուխային կապերի ընդլայնման անհրաժեշտությունը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բերլինում հանդիպել է Միացյալ Թագավորության զինված ուժերի նախարար Լյուկ Փոլարդի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության հիմնական ուղղությունների եւ դրանց զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։ Երկուստեք պատրաստակամություն են հայտնել համագործակցությանը նոր թափ հաղորդել։ Երկու երկրներում պաշտպանության հարցերով կցորդներ նշանակելով անդրադարձել են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերին։ Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիտ Դովալի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Հնդկաստան երկկողմորակարգին առնչվող մի շարք հարցեր։ Հանդիպման ընթացքում Աջիտ Դովալը անվտանգության խորհրդի քարտուղարի խնդրանքով ներկայացրել է տեղեկատվություն կապված վերջին օրերին Հնդկաստան-Պակիստան սահմանին տեղի ունեցած իրադարձությունների զարգացումների վերաբերյալ, իսկ հնդկական կողմի խնդրանքով անվտանգության խորհրդի քարտուղարը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ազգային ժողովի այսօրվա նիստում քննարկվել է հակակոռուպցիոն կոմիտեի 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը։ Կոմիտեի նախագահը տեղեկացրել է, որ 2024 թվականին քննվել է մոտ 2290 վարույթ, որից 167-ը ուղարկվել է դատարան։ 2023 թվականի համեմատ վարույթների թիվը 2024-ին ավելացել է մոտ 25%-ով, իսկ ավարտված վարույթներով պատճառված գույքային վնասը կազմել է մոտ 4 միլիարդ 468 միլիոն դրամ, որից պետությանը պատճառված վնասը 3 միլիարդ 802 միլիոն դրամն է։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրեց նաև վնասի վերականգնման մասին վիճակագրությունը։ Ավարտված վարույթներով պատճառված ընդհանուր վնասից նախաքննության ընթացքում փաստացի դրամական տեսքով վերականգնվել է 477 միլիոն 556 հազար 413 դրամ։ Բացի այդ, որպես վնասի վերականգնման ապահովման ռեալ միջոց ավարտված քերական վարույթներով արգելանք է տրվել ընդհանուր 275 միլիոն 315 հազար 827 դրամ արժողությամբ գույքի եւ դրամական միջոցների վրա։ Արթուր Նահապետյանը անդրադարձավ նաև հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության ամբողջ ժամանակահատվածին վերաբերող տվյալներին։ Կոմիտեն ստեղծվել է 2021 թվականի հոկտեմբերին եւ գործունեություն է ծավալում շուրջ 3.5 տարի։ Ամբողջ այդ ընթացքում քննվել է 4543 վարույթ, որոնցից 500-ը 1123 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ 194 քերական գործով կայացվել են մեղադրական դատավճիռներ, 19 քերական գործ կարճվել եւ քերական հետապնդումը դատարեցվել է ոչ արտարացնող հիմքով, 9 գործով 16 անձի վերաբերյալ կայացվել են արտարացման դատական ակտեր եւ 248 քերական գործով եզրափակիչ դատական ակտ դեռևս չի կայացվել։ Այսինքն դատարան ուղարկված վարույթների ընդհանուր թվականակում այս պայդրությամբ արտարացման վերաբերյալ կայացված դատական ակտերը կազմում են ընդհանուր թվականակի 4.5%-ը։ Հաղորդումը ներկայացնելուց հետո Արթուր Նահապետյանը պատասխանեց պատգամավորների հարցերին։ Անդրանիկ Քոչարյանը հիշեցնելով, որ 3.5 տարի գործող կոմիտեն հատուկ քննչական ծառայության իրավահաջորդն է, ցանկացավ կառույցի ղեկավարից լսել բացահայտված լավագույն գործերից մեկի մասին։
Նահապետյանը օրինակ բերեց կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրությունը կենտրոն համայնքի նախկին ղեկավար Գագիկ Բեգլարյանի կողմից պաշտոնական լիազորությունների չարաշահման եւ փողերի լվացման դեպքով կատարված նախաքննության վերաբերյալ։ Նախաքննությունն ավարտվել է եւ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Այդ վարույթով ընդհանուր պետությանը եւ համայնքին պատճառված վնասը կազմել է 2 միլիարդ 327 միլիոն դրամ եւ խոսքը 27 անշարժ գույքի ուղղակի վաճառքի կամ նվիրատվության կամ ձևական աճուրդների միջոցով օրինականացման վերաբերյալ է։ Նախկին պաշտոնյաների հետ կապված գործերի մասին ընդհանրական հարց տվեց Ծովինար Վարդանյանը։ Ինձ հետաքրքիր է արդյոք հակակոռուպցիոն կոմիտեի ուշադրության տակ են նաև այն մարդիկ, ովքեր այլևս չեն պաշտոնավարում, այսինքն նրանք ազատվել են պաշտոնից, էական չի դիմումի համաձայն թե ոնց, եւ փորձում են իրանց նախկին գործընկերների միջոցով, որովհետև ենթադրենք իրենք դեռ ունեն նախկին գործընկերներ, որովհետև նոր են ազատվել պաշտոնից կամ եւ այլն, փորձում են նախկին գործընկերների միջոցով այդ թվում ազդեցություն ունենալ ոլորտային որոշումների կայացման վրա։ Քննվում են արդյոք այսպիսի գործերը։ Բազմաթիվ գործեր ունենք, երբ որ որոշակի պաշտոնի նշանակված անձը ազատվում է պաշտոնից եւ հետագայում զբաղվում է հանցավոր գործունեությամբ, նաեւ օգտագործելով իր նախկին ունեցած գործընկերային կապերը, հնարավորությունները։ Ես կոնկրետ օրինակներ չբերեմ, բայց այդպիսի գործեր կան բացահայտված։ Թագուհի Թովմասյանն էլ հարցրեց մարտի 1-ի մասին, մինչ այդ հիշեցնելով, որ կառույցի նախկին ղեկավար Սասուն Խաչատրյանը տարբեր խոստումներ է տվել այդ գործի վերաբերյալ, ընդհուպ հավաստիացրել, որ այն արդեն բացահայտված է։ Բայց այդ բացահայտման մասին մենք այդպես էլ ոչինչ չենք լսել։ Եվ այդպես էլ անհայտ է մնում մարտի 1-ին 10 զոհերի հանգամանքները, ինչպես են տեղի ունեցել սպանությունները։ Այս պահին ակտիվ ապացուցողական եւ վարորդային գործողություններ են կատարվում այդ գործով։ Ես կարող եմ երաշխավորել, որ կիրականացվի համակողմանի եւ անաչառ քննություն, սակայն խոստում եւ հավաստիացում որևէ վարույթով ես չեմ պատրաստվում այս ամբիոնից տալ։ Պաշտոնավարման 2 ամիսը դեռ չանցած կոմիտեի նոր նախագահին հարց տալու համար հերթագրվել էր 16 падգամավոր։ Վերջիններից մեկը Արմենուհի Ղազարյանն էր, ում համոզմամբ կոռուպցիան մեր երկրում 2018 թվականից հետո էլ չի կրում համակարգային բնույթ։ Այդուհանդերձ հետաքրքիր է իմանալ մեր իրականության մեջ ինչպիսի խորություն ունեն այսօր կոռուպցիոն դրսևորումները պետական համակարգի միջին եւ ցածր օղակներում ձեր գնահատմամբ։ Ես կարող եմ միանշանակ պնդել, որ համակարգային կոռուպցիա չունենք Հայաստանի Հանրապետությունում, ունենք կոռուպցիայի առանձին դրսևորումներ տարբեր համակարգերում, այդ թվում նաև միջին եւ ստորին օղակներում ձեր կողմից նշված, բայց միաժամանակ հավաստիացնում եմ, որ հակակոռուպցիոն կոմիտեն ամենօրյա աշխատանք է տանում այդ կոռուպցիոն դեպքերը հայտնաբերելու, բացահայտելու եւ նաև նախականխելու ուղղությամբ։ Շնորհակալություն։ Շանթ հեռուստաընկերություն, Հորիզոն։ Լյուքսեմբուրգի մեծ դքսությունում կայացել է Եվրոպայի խորհրդի մշակութային ուղիներ ընդլայնված մասնակի համաձայնագրի կառավարման խորհրդի տարեկան նիստը։ Կառավարման խորհուրդը միաձայն հաստատել է Եվրախորհրդի մշակութային ուղիների 15-րդ տարեկան խորհրդակցական համաժողովը եւ կառավարման խորհրդի ոչ պաշտոնական նիստը Հայաստանում կազմակերպելու Հայաստանի առաջարկը։ Ավարտվեց Հորիզոնի այս թողարկումը, կարճատև դադար, որից հետո մենք կվերադառնանք այլ տեղեկատվությամբ։
Նորընտիր Հռոմի պապ Լեո 14-րդը իր առաջին օտարերկրյա ուղևորություններից մեկը կարող է կատարել Թուրքիա։ Տեղեկությունը այդ մասին անուղղակիորեն հաստատել է հենց ինքը Պոնտիֆիկոսը։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը, Արտյոմ, ինչի հետ է կապված պապի այցը։ Շուտով Պոլսի ուղղափառ պատրիարքի նախաձեռնությամբ նշվելու է Նիկեայի տիեզերական ժողովի 700-ամյակը եւ դա կարևոր իրադարձություն է լինելու համաշխարհային էկումենիստական շարժման համար եւ ժամանակին Պոլսի պատրիարքը հրավեր էր ուղղել նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, որը ոչ միայն ընդունել էր այդ հրավերը, այլ նաև այդ կարևոր միջոցառման համանախաձեռնողներ հանդես եկել։ Եվ նախատեսված է, որ մայիսի վերջին պետք է անցկացվի այս միջոցառումը, սակայն օրերս հայտնի դարձավ, որ այն հետաձգվում է եւ այդ փաստը արդեն առիթ դարձավ լուրերի այն մասին, որ հետաձգվում է հատուկ, որպեսզի նորընտիր Հռոմի պապը կարողանա մասնակցել։ Հռոմի պապ Լեոին ուղիղ հարց են տվել լրագրողները, արդյոք նա կմեկնի Ստամբուլ այդ միջոցառմանը մասնակցելու եւ անուղղակիորեն հաստատել է հայտարարելով, որ տեղյակ է, որ այդ այցը նախապատրաստվում է։ Եթե իսկապես Հռոմի պապը մեկնի Թուրքիա, Էրդողանի վարչակազմը իհարկե դա կփորձի օգտագործել սեփական շահերի համար, դե իսկ մենք էլ պետք է փորձենք մեր շահերի համար օգտագործենք եւ այդ իմաստով կարծում եմ անելիք ունի հայ կաթողիկե եկեղեցին, որպեսզի օգտագործվի այս առիթը, որ Հռոմի պապը կոչ անի Թուրքիային Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների։ Արտյոմ, այսօր տեղեկություններ էին տարածվել սոցցանցերում նոր պապի հայկական արմատների մասին։ Այո, երեք այդ տեղեկությունը տարածել էր թուրքական Դենիս Փոստասի պարբերականը եւ այսօր նաեւ վարդապետ Կոմիտաս Հովնանյանն էր իր սոցցանցերում նույնպես հիշատակել այդ մասին։ Այդ թերթի պարբերականի տեղեկությունների համաձայն իբր թե Հռոմի պապի նախնիները եղել են Կեսարիայից եւ ապրել են Կեսարիայի Դևելի գյուղում, որը մինչեւ 1915 թվականը եղել է հայաբնակ եւ կոչվել է Էվերեկ կամ նաեւ Ավերակ որոշ աղբյուրներում։ Եվ պարբերականը գրում է, որ եթե այս տեղեկությունները հաստատվեն, դա նոր, այսպես, գույն կտա Թուրքիա Հռոմի պապի այցին, եւ նոր երանգներ կտա դրան։ Պարբերականը վկայակոչում է մի ստամբուլահայի Նուրհան Չեթինքայա անունով, որը պնդում է, թե իբրև թե Լեո Հռոմի պապի հերու ազգականն է։ Իրականում ես գտա այդ մարդու սոցցանցերում իր ուրեմն էջը եւ Նուրհան Չեթինքայան 3 տեսանյութ է հրապարակել իր էջում, որում պնդում է, թե իր հարազատ պապի քույրը Եվա Օհանյանը Հռոմի պապի նախապապի հարազատ քույրն է։ Որևէ լուրջ հիմնավորում ապացույց դրա չի բերում, բայց պնդում է, որ մի շարք փաստեր թույլ են տալիս իրեն վստահ լինել, որ սա իրականություն է։ Ասեմ, որ Նուրհան Չեթինքայան իրականում բավական լուրջ անձնավորություն է, ոնց հասկանում եմ Ստամբուլում բավական հայտնի է ոչ միայն հայկական շրջանակներում, 57 տարեկան է, գործարար է, նաև հետազոտող է եւ հայկական թեմայով է զբաղվում Օսմանյան կայսրության պատմությամբ եւ քաղաքական գործիչ է նաև ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության անդամ է եւ ժամանակին ընտրվել է Ստամբուլի հայաբնակ Բաքրքյոյ թաղամասի փոխքաղաքապետ։ Ես փորձել եմ նրա հետ կապ հաստատել, գտնել եմ նրա կոնտակտները, բայց առայժմ նա չի արձագանքում իմ նամակներին եւ զանգերին, իսկ Ստամբուլի հայկական Էրմենի Հաբար պարբերականը կարողացել է նրա հետ հարցազրույց անել եւ Չեթինքայան ասել է, որ չի բացառում իհարկե, որ իր տեղեկությունները նաև հերքվեն եւ չեն հապատած։ Համենայն դեպս նա իրական հիմքեր ունի վստահ լինելու, որ դա այդպես է։ Ասել է, որ նամակ է գրել Հռոմի պապին, առայժմ պատասխան չի ստացել եւ անհամբերությամբ սպասում է պատասխանի։ Ես դժվարանում եմ ասել, թե արժի արդյոք այս ամենը լուրջ ընդունել։ Համենայն դեպս, եթե Հռոմի պապի Ստամբուլյան այցը կայանա, կարծում եմ նա ստիպված է լինելու անձամբ մեկնաբանելու այս լուրերը, քանի որ հավանաբար թուրք լրագրողները իրեն այդ մասին ուղիղ հարց կտան։ Տեղեկատվությունը ճշտելու հնարավորություն դեռ կստեղծվի, իսկ այս պահին Թուրքիայի ինչ արձագանքներ կան։
Թուրքիայում մասնավորապես Կեսարիայում իրարանցում է առաջացրել այս տեղեկությունը, մասնավորապես այդ Դևելի գյուղի գյուղապետ Յուսուֆ Չելիկը ասում է, որ գյուղում բոլորը երջանիկ են, եթե այս տեղեկությունը հաստատվի, գյուղը աշխարհի կենտրոն է դառնալու, բայց ինչն է հետաքրքիր, որ այս հրապարակումը առիթ դարձավ, որպեսզի թուրքական մամուլը անդրադառնա Կեսարիայում հայկական ջարդերի թեմային։ Մի քանի թուրքական բավական լուրջ պարբերականներ այդ թեմային անդրադարձել են եւ անգամ ծավալուն հոդվածներ են հրապարակել։ Մասնավորապես թուրքական Իհլաս պարբերականը այդ թեմային նվիրված հոդված է գրել լուսանկարներով եւ պատմությունը շարադրելով։ Այսինքն, եթե անգամ այս տեղեկությունը հերքվի, դրական է կլինի այն, որ Թուրքիայում շատերը ցեղասպանության մասին ճշմարտությունը կարդալու հնարավորություն եւ առիթ կունենան։ Արտем, իսկ որքանով է այս տեղեկությունը տեղավորվում Հռոմի Պապի կենսագրության մեջ պաշտոնական։ Պաշտոնական կենսագրության մեջ մեղմ ասած դժվարությամբ է տեղավորվում, քանի որ ըստ պաշտոնական այդ աղբյուրների հոր Պապի կողմից նա իտալացի է եւ Տուրինից են արմատները, հորական տատը ֆրանսուհի էր Լեավրից են արմատները, մորական պապը մուլատ էր Հայիթից, իսկ մորական տատը կրեոլուհի էր Նոր Օրլեանից, ոչ մի հայկական արմատների մասին տեղեկություն չկա։ Եվ նաև Չեթին Քայան պնդում է, որ Թուրքիայից նախնիները Հռոմի Պապի տեղափոխվել են նախ Արգենտինա, հետո Դոմինիկյան Հանրապետություն եւ հետո միայն Միացյալ Նահանգներ։ Մինչդեռ պաշտոնական կենսագրությունում ոչ արգենտինական, ոչ դոմինիկյան որևէ այսպես հետքի մասին ոչ մի հիշատակում չկա։ Շնորհակալություն, Արտем։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայում է։ Այստեղ նախատեսված են Թրամփի բանակցությունները թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանի հետ։ Նա կմասնակցի նաև ներդրումային ֆորումի։ Վաղը Միացյալ Նահանգների նախագահը կայցելի Կատար, իսկ հինգշաբթի Արաբական Միացյալ Էմիրություններ։ Այդ օրակարգային թեմաներն են տնտեսական ու առևտրային հարաբերությունները։ Միջազգային անցուդարձի մյուս նորությունները տեսաշարում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին եւ Ուկրաինային, նշելով, որ եթե ուղիղ բանակցություններ չլինեն, ապա Վաշինգտոնը դուրս կգա կարգավորման գործընթացից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։ Կարծում եմ, եթե Միացյալ Նահանգները հետ կանգնի այս հակամարտության կարգավորումից, այլ կերպ ասած չցանկանա ներգրավվել դրանում եւ ասի, սա իմ պատերազմը չէ, ես փորձեցի անել առավելագույնը, կարծում եմ, որ դա վատ արդյունք կլինի բոլորի համար։ Դա վատ է եվրոպացիների, ուկրաինացիների եւ ռուսների համար։ Մեր նպատակն է նրանց մի սենյակում հավաքել եւ ցույց տալ, որ այստեղ խաղաղ կարգավորման այլընտրանքները բոլորի համար են։ Լուծումները գործում են, երբ ուղիղ խոսակցություններ են լինում։ Ուիտկոֆը հայտարարել է, որ այս հարցում Վաշինգտոնը ցանկանում է հանդես գալ որպես միջնորդ։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հնարավոր բանակցությունների հիմնական թեմաները կլինեն տարածքների հարցը, Զապորոժիայի ատոմակայանի կարգավիճակը եւ Ուկրաինայի դեպի Դնեպրգետ եւ Սևծով ելքը։ Կարծում եմ, որ մենք մեծ աշխատանք ենք տարել խնդիրների շրջանակը նեղացնելու ուղղությամբ։ Հիմնական խնդրահարույց հարցերը 5 տարածաշրջաններն են։ Ռուսաստանը վերահսկում է, ճնշող վերահսկողություն ունի այդ շրջաններից երկուսի նկատմամբ։ Ուկրաինացիները որոշ աստիճանի վերահսկողություն ունեն մյուս 3 շրջանների նկատմամբ։ Ուստի խոսքը գնում է այն մասին, թե ինչպես ենք մենք գնահատելու իրավիճակը։ Կա տարբերություն առաջնագծի, զորքերի տեղակայման եւ վարչական սահմանների միջև։ Մենք ոչ պաշտոնական բանակցություններ ենք վարում երկու կողմերի հետ։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը նշել է, որ կան հարցեր, որոնք դժվար չի լինի լուծել, եթե բոլոր կողմերը հավաքվեն բանակցությունների սեղանի շուրջ։ Ուիտկոֆը վստահություն է հայտնել, որ հակամարտությանը վերջ տալու մեծ հնարավորություն կա։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին Պուտինից բացի Ստամբուլում որևէ այլ ռուս պաշտոնյայի հետ չի հանդիպի, հայտարարել է Զելենսկիի աշխատակազմի ղեկավարի խորհրդականը։ Միխայել Պոդոլյակի խոսքով, եթե Թուրքիայում ռուսական ներկայություն ամենաբարձր մակարդակով չլինի, դա կնշանակի, որ Մոսկվան պատրաստ չէ դադարեցնել կրակը, դադարեցնել պատերազմը եւ վարել ուղիղ բանակցություններ։ Նա նշել է, որ եթե Պուտինը գա Ստամբուլ, իրավական փոփոխություններ կկատարվեն ուկրաինական փաստաթղթերում, որոնք արգելում են բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահի հետ։ Պաշտոնական Մոսկվան դեռ չի արձագանքել այս հայտարարությանը, սակայն Կրեմլի խոսնակն ասել է, որ Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցությունների նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։ Դմիտրի Պեսկովը հավելել է, որ Կրեմլը կհայտարարի, թե ով է ներկայացնելու Ռուսաստանն Ուկրաինայի հետ բանակցություններում, հենց որ Պուտինը դա անհրաժեշտ համարի։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր Կիևի իշխանություններին առանց նախապայմանների վերսկսել 2022 թվականին ընդհատված ուղիղ բանակցությունները։ Առաջարկվում է երկխոսությունը սկսել մայիսի 15-ին Ստամբուլում։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին եւ փոխնախագահ Ջեյդի Վենսին Թբիլիսիի եւ Վաշինգտոնի հարաբերություններում հստակություն մտցնելու խնդրանքով։ Նամակում Կոբախիձեն նշել է, որ մի քանի շաբաթ առաջ արդեն դիմել էր ամերիկյան ղեկավարությանը երկկողմ հարաբերությունների հարցով, իսկ դրանից առաջ բազմիցս հայտնել էր դրանք զրոյից եւ կոնկրետ պլանի համաձայն վերագործարկելու իր պատրաստակամությունը, սակայն պատասխան չէր ստացել։ Ավելինս, Վրաստանի վարչապետի երկու երկրների ղեկավարության միջև դեռևս բարձր մակարդակով ոչ մի շփում չի եղել։ Այս լռությունը զարմանալի է վրաց ժողովրդի եւ վրացական իշխանությունների համար մի քանի պատճառներով։ Նախ եւ առաջ Վրաստանը տարիներ շարունակ եղել է Միացյալ Նահանգների ամենահուսալի գործընկերը մեր չափազանց բարդ տարածաշրջանում, որը ռազմավարական նշանակություն ունի Միացյալ Նահանգների համար։ Վրաստանը աջակցել է Միացյալ Նահանգներին ամենաթեժ կետերում, այդ թվում Իրաքում եւ Աֆղանստանում, որտեղ Վրաստանը ներկայացված էր մեկ շնչի հաշվով ամենամեծ թվով զինվորներով։ Վրաստանի վարչապետը նաև անհասկանալի է անվանել ԱՄՆ նախկին վարչակազմի կողմից վրացի պաշտոնյաների նկատմամբ սահմանված պատժամիջոցները, ինչպես նաև օրեր առաջ ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված օրինագիծը, որը նախատեսում է պատժամիջոցներ եւ անցագրային սահմանափակումներ վրացի բարձրաստիճան պաշտոնյաների համար։ Վերջում Կոբախիձեն հավելել է, որ Թբիլիսին պահպանում է լավատեսությունը եւ համբերությամբ սպասում է այն պահին, որ պետք է հիմք դառնա վրաց-ամերիկյան հարաբերությունների վերագործարկման եւ երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության վերականգնման համար։ Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում բախումներ են սկսվել կառավարական զորքերի եւ զինված խմբավորումների միջև։ Սպանվել է նախագահական խորհրդի անվտանգության ծառայության ղեկավարը եւ եւս 6 մարդ։ Իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել եւ կոչ արել քաղաքացիներին մնալ տանը։ Տրիպոլիի տարածքում դադարեցվել են դասերը։ Անկարգությունների պատճառով Միտիկա միջազգային օդանավակայանը հայտարարել է օդային հաղորդակցության ամբողջական դադարեցման մասին, մուտքային թռիչքներն ուղարկելով այլ օդանավակայան։ Ալ Ջազիրա հեռուստաալիքն հաղորդել է, որ ներկայումս քաղաք է բերվում մեծ քանակությամբ զինտեխնիկա։ Լիբիայի ՄԱԿ-ի աջակցության առաքելությունը կոչ արել անհապաղ ապա էսկալացնել իրավիճակը։ Մեքսիկայում նախընտրական քարոզարշավի ժամանակ գնդակահարվել է Տեկիստեպեկի քաղաքապետի թեկնածու Եսենիա Լարա Գուտիերեսը։ Հարձակման հետևանքով եւս 3 մարդ զոհվել է, եւս 3-ը վիրավորվել։ Դեպքը տեղի է ունեցել Վերակրուս նահանգում հանրային միջոցառման ժամանակ։ Սա այս նահանգում թեկնածուի արդեն երկրորդ նման սպանությունն է հունիսի 1-ին նախատեսված տիմընտրություններից առաջ։ Քաղաքական գործիչների, մասնավորապես տիմ պաշտոնյաների թեկնածուների վրա հարձակումները սովորական են դարձել Մեքսիկայում ընտրական գործընթացի ժամանակ։ Իրավապաշտպան կազմակերպությունները նշել են, որ միայն անցյալ տարի երկրում ռեկորդային 661 հարձակում է եղել քաղաքական գործունեություն ծավալող մարդկանց վրա։ Անահիտ Հակոբյան, Հորիզոն։ Կրթությունից աշխատանք մեկ քայլ ծրագրի շրջանակում այս տարի աջակցություն կստանա մոտ 70 ուսանող։ Ծրագրին կարող են դիմել Հայաստանի բոլոր բուհերի, ինչպես նաև պետության կողմից հավատարմագրված համալսարանների 3-րդ կուրսի ուսանողները։ Ինչպես նշել է ֆինանսների նախարարի խորհրդական Կարեն Սարգսյանը, ծրագրին միացել են տարբեր գործընկերներ, ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածից։ Ֆինանսների նախարարությունը 2 տարի առաջ, 2.5 տարի առաջ որդեգրեց քաղաքականություն երիտասարդների ներգրավման, որը հիմնվում էր հենց փոխգործակցության վրա, այսինքն այստեղ կա շահավետ մոտեցում համատեղ աշխատանքի եւ համատեղ զարգանալու։ Դա նշանակում է, որ մենք հանդիսանում ենք հարթակ, որտեղ որ ուսանողները կարող են իրենց կարողությունները զարգացնել եւ միևնույն ժամանակ մենք մտածում ենք մեր կադրային քաղաքականության փոփոխության մասին, ինչպես ուսանողների ռեսուրսը օգտագործել իշխող նախարարության արժե դրված խնդիրների լուծման համար։ Եվ այս փոխգործակցությունը բավականին էական արդյունքներ է տվել եւ մեր հիմնական մոտեցումը ոչ միայն մասնագիտական ուղղվածության վրա զարգացումն է, այլ նաեւ արժեքային հենքով առաջնորդվող երիտասարդների ներգրավումն է որպես այդպեսին։ Եվ այս տրամաբանության շրջանակներում մենք հասկացանք, որ պետք է ինստիտուցիոնալ ձևով վերաբերվել այս խնդրին եւ ունենալ ոչ թե ուղղակի պարզապես այսպես կարճաժամկետ որոշակի ինչ-որ ծրագրեր, այլ հիմնված որոշակի համաձայնագրի կամ պայմանագրի վրա, որտեղ որ արդեն բոլոր տեսակի փոխհարաբերությունները կառույցների հետ կլինեն ավելի համակարգված։ Մենք շատ կարևորում ենք եւ պատրաստական ենք երիտասարդ կադրերի վերապատրաստման աջակցել այդ վերապատրաստմանը, ինչպես նաեւ հետագայում իրանց աշխատանքը տեսնել ոչ միայն պետական համակարգում, այլև մասնավոր սեկտորում, քանի որ նախարարությունը իր հերթին անում է ծրագրեր, որտեղ թիրախավորում եւ հիմնական շահառուները հենց ուսանողներն են, սա մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող համագործակցություն կարող է լինել
Ինչպես նաև հետագայում այդ մեր վերապատրաստած կադրերին մեր ռազմավարությունից բխող թիրախային մասնագիտությունների շարքում եւ մենք նաև առանձնացրել ենք մասնագիտությունների շարք, որոնցով կուզենանք վերապատրաստել ուսանողներին, որովհետեւ տեսական գիտելիքներից բացի շատ կարեւոր են նաև գործնական հմտություններն ու կարողությունները։ Նախ սա շատ լավ հնարավորություն է աջակցելու երիտասարդներին սահուն կերպով աշխատաշուկա մուտք գործելու համար։ Բոլորս էլ գիտենք, որ շատ երկրներում, այդ թվում մեր երկրում, երիտասարդները բազմաթիվ դժվարություններ են ունենում կրթությունից աշխատաշուկա մուտք գործելու հետ կապված, եւ մեզ համար սա շատ լավ հնարավորություն է համատեղ աջակցել երիտասարդներին տարբեր միջոցառումների միջոցով, ինչպես Տիկին Սոլոմոնյանը ներկայացրեց այդ միջոցառումները, լինել նրանց կողքին, որպեսզի կարողանանք աջակցել շատ սահուն եւ արդյունավետ կերպով աշխատաշուկա ներգրավելու համար։ Հավանաբար գիտեք, որ մենք ունենք զբաղվածության նոր ռազմավարություն, որով երիտասարդները եւս հռչակված են թիրախային խումբ, եւ այդ ուղղությամբ մենք մշակում ենք այս պահին տարաբնույթ ծրագրեր, որպեսզի երիտասարդները կարողանան օգտվել աշխատաշուկա մուտք գործելիս, եւ սա շատ լավ հնարավորություն է կրկին երիտասարդներին աջակցելու համար։ Մյուս կարևոր պատճառն այն է, որ մենք նախաձեռնել ենք շատ տարբեր բարեփոխումներ, տարբեր ուղղություններով եւ այդ բոլոր ուղղությունների ու փոփոխությունների հիմքում շատ կարեւորում ենք սոցիալական ոլորտի աշխատուժի հմտությունների զարգացումը։ Շատ հուսով ենք, որ սոցիալական աշխատանքի բարձրագույն կրթություն ունեցող մեր երիտասարդները կներգրավեն ծրագրում եւ նրանց հետ աշխատելով մենք կկարողանանք մեր պետական սոցիալական ծրագրերը, ծառայությունները համալրել որակյալ կադրերով։ Մեր հիմնական ակնկալիքը եւ նպատակը ծրագրին միանալու հենց սա է եւ որքան էլ մշակում ենք տարբեր ռազմավարություններ, տարբեր ծրագրեր, քաղաքականություններ, շատ լավ հասկանում ենք, որ մենք տեղերում կարիք ունենք լավ մասնագետների եւ հուսով ենք, որ ծրագրի միջոցով կկարողանանք մեր գործող աշխատուժը համալրել սոցիալական աշխատանքի բարձրագույն կրթություն ունեցող նոր կադրերով։ Այժմին այսքանը, կհանդիպենք ժամը 22-ին։